դատանի որոշում ունեմ, չեմ կարող շատ բան ասեմ։ Ընտրական, կենտրոնական ընտրական հանձնաժողովը ունի ժամանակացույց։ Իրավաբանական գրագիտությունից եմ հիմա ես խոսում։ Այդ ժամանակացույցի համաձայն կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցությունների եւ դաշինքների գրանցումը իրականացնելու է մայիսի 2-ին։ Մինչեւ մայիսի 2-ը ընտրական գործընթացի սուբյեկտ գոյություն չունի։ Եթե ընտրական գործընթացի սուբյեկտ գոյություն չունի, ոնց կարա գոյություն ունենա գործընթաց, որը կողմնորոշի ընտրողին, քվեարկել մի ուժի օգտին, որը գրանցված չի։ Իսկ դες ոնց կարա լինի։ Երկրորդը, մենք անընդհատ ինչ-որ լսում ենք ձայնագրություններ։ Այսինքն ստացվում է, որ բոլորից գաղտնա լսում ենք։ Այսինքն մենք ապրում ենք մի երկրում, բայց լավ նորություն չի, հաստատում է։ Այսինքն սա նշանակում է, որ այս ժողովուրդը սաղ լսում են։ Չի ապօրինություն, այսինքն մեր ոչ մեկի սահմանադրական իրավունք պաշտպանված չի, երաշխավորված չի։ Երրորդը ձայնագրություններս լսում, ընդ ինչի մասին է, ոչ մի ընտրախախտում ընդ գոյություն։ Ասում եմ, ընտրական գործընթաց չի կարող այս պահին լինել, եթե սուբյեկտ չկա, ուղղակի սուբյեկտ գոյություն չունի։ Ես չեմ հասնում այն էտապին, որ անչափահաս երեխաներ, բազմազավակ ընտանիքի մայր եւ այլն։ Ես հենց խոսում եմ իրավական process-ի հիմնավորվածության մասին։ Ուրեմն ես այս նույն հակակոռուպցիոն կոմիտեի այս շենքում, գիտեք, ինչ պատմություն ունեմ։ 2021 թվականին ՔՊ-ի համամասնական ցուցակով բոլոր մարզպետները եղել են падգամավորի տեխնացուներ։ Ընտրությունների ժամանակ բոլոր մարզերում բաժանվել է հավի ճտեր։ Ու ես դատարանով հասել եմ այն բանի, որ քրեական վարույթ նախաձեռնի, իրանք կարճել են այդ վարույթը, ասում են հանցակաց չկա, որ մարզպետաների աշխատողները հավի ճտեր են բաժանել բոլոր մարզերում։ Ես եկել եմ ասում եմ ընտրախախտում եմ, կոնկրետ ընտրակաշարք են բաժանել, գործի նյութերը հիմա տանն է, ուղղակի չի կարող բերել, շատ է։ Ցուցակներ, հեռախոսի համարներ, հասցեներ, ստացողների ստորագրեր ստացել են։ Այդ գործի նյութերում այդ սաղ կա։ Ճուտը փոքր է, հավ լիներ կարող է ձեռնարկել։ Դե այդ հիմա արդեն այդ հավերը ահագին մեծ են, դրանք արդեն հիմա չեմ ուզում համեմատեմ ինչ-որ մեկի հետ, բայց լիստեում գները կա։ Հիմա դրանք արդեն մեծացել են։ Բա այդ մարզպետները, որոնք որ բաժանել են այդ հավիճ, դրանք էլ են մեծացել։ Զուգահեռ դրանք էլ են մեծացել։ Բայց դրանց նկատմամբ քրեական վարույթ չի նախաձեռնվել։ Հենց այս նույն շենքում ես եկել եմ որպես վկա ցուցմունք եմ տվել։ Ու հիմա տեսեք ինչ գործ են ստեղծել։ Հետապնդումները անց պարզ չի ինչի մասին է խոսքը։ Հանրահավաքը տեսել է անգելա հիստերիայի մեջ, ինքը այսօր գնացել Խելացի անասնագոմ։ Այսօր լուսանկարներ կային, չէ՞, Խելացի անասնագոմի առօրյայից։ Հա? Ոչ չի հրապարակ, բան, Ելփինի մանկապարտեզ, արդեն երրորդ անգամ դրա մասի տեսանյութ արը։ Մի անգամ բացում են արի աղո հացով, տարազով, բանով, այդ բաներ գնացել, տարածքային նախարար։ Երկու հատ արդեն Ելփինի մանկապարտեզից տեսանյութ հրապարակի, այսօր ճաշի հոտով։ Այսօր ճաշի հոտը զգացել է։ Քիչ առաջ իշխանական 16 դպրոց է փակվել Վայոց ձորի մարզում, դրա մասին չի խոսում։ Այս մենակ 22-26 թվականին 16 դպրոց Վայոց ձորում է փակվում։ Հա, անում են այդ ծրագիր, ընդամենը 230 դպրոց է փակվում ամբողջ հանրապետությունում։ Գոհար Ղումաշյանի խափանման միջոցի վերաբերյալ իշխանական լրատվամիջոցներից ներդրել, որ կիրառելու են տնային կալանք։ Առաջինը հենց դրանք են հայտնում, այսինքն սա նաև ճիշտ է։ Մաթելը կարելի է մնել, դրանք որտուց գիտեն։ Ասում են խոսնակն է հայտնել հակակոռուպցիոն։ Հա, տարածել է։ Եթե խոսնակն է հայտար, այդ ուրիշ բան է, այդ ուրեմն էլի CVK-ը չէ, ուրեմն իրաց բան։ Իրենց հենց Ես իմ կարծիքն է, որ Գոհար Ղումաշյան ապօրինի քրեական հետապնդման է ենթարկվում, ինքը անմեղ մարդ է եւ պետք է լինի ամբողջությամբ ազատության մեջ։ Նրա նկատմամբ որևէ խափանման միջոց իմ կարծիքով ապօրինի է։ Ինչեւ թիմի աշխատանքը չի խոչընդոտում, երբ նա տնային կալանքի հայտնում, ձեր թիմի աշխատանքը չի խոչընդոտում։ Դե առհասարակ, բայց ցանկացած մարդ կոնկրետ իր յուրաքանչյուր իր դերն նշանակություն ունի։ Դա նպատակ իրանց դա է։ Բայց դա չեն հասնելու, նորից եմ ասում, շատ այս իրանց խեղճության վկայությունն է։ Այս խեղճություն նույնը մենակ Գոհարը չի, չէ՞, Վայոց ձորում էլ ենա
Վերջինը Ստեփանյանին են տալ հրավիրել քննչական կոմիտե։ Ինչ պիտի անի, ասենք Վերջինեն ընդ ինչ պիտի անի, որ դրան տալ են քննչական կոմիտե։ Ակնհայտ ավելորդ լարվածություն, հետապնդումներ, վախի մթնոլորտ են ուզում սպրենտե հիմա այս քանի տարի դրա միջով ենք անցնում էլ, իրանք վախեցած են, մեզ ուզում են վախեցնել։ Թույլիկներ։ Միջև ընտրությունները էլի սպասում եք նման գործընթաց։ Դե ինձ եք հարցնում, այնա հարցեք կասեն էլ, իրանք պլանավորում են դե։ Պարոն Ղազարյան, րոպեներ առաջ ձեր թիմակիցներից մեկը մեզ հետ զրույցում ցույց տվեց հրապարակում, որով մարտի սկզբին ՔՊ այս պահին կարծես ընտրացուցակում գտնվող 24-րդ համարը Լուսինե ասում չեմ հիշում, որոշակի գործողություններ, բարեգործական գործողության մասին հրապարակում էր արել, բայց կարծես փետրվարի 7-ից չէր կարելի, չէ՞, նման գործողությունը։ Այս մասով ինչ-որ բան ձեռնարկել է, իրենց կարելի է փաստորեն դիմադրների ոչ։ Դե այդ խտրական վերաբերմունքը առաջին անգամ չի 21 թվականին, երբ որ համանդրական դատանում ընտրությունների արդյունքներ էր բողոքարկվում, պարզվում է, որ իրավապահ մարմինները այն ժամանակ ձերբակալություններ են իրականացրել միայն ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների, ՔՊ-ականները այ մարսես մաքրամաքուր մարդիկ կան։ Իրանք ոչ մի իրավախախտում թույլ չեն տալի։ Մենակ իրանց ընդդիմախոսներն են խախտումներ անում։ Այդ դրանց դեմ հիմա էլ մենք ենք ընդդիմախոսը, ստեղ է սկսվել այդ հետապնդումները։ Ինչի մասն է խոսքը։ Անհավասար է նույնը Սամվել Կարապետյանի հանդեպ չի։ Ակնհայտ անմեղ մարդու նկատմամբ տես քանի ամիսա քրեական հետապնդում են իրականացնում, սահմանափակումներ են դրել։ Ինչ արեց մարդը։